Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 7։ Միշտ ապիր լեզվովդ և սիրտդ շուտով բան չարտասանե Աստծո առաջին, որովհետև Աստված երկնքումն է և դու երկրի վրա, սրա համար թող խոսքերդ քիչ լինեն։ Ժողովող 5:2 խոսք։ Աղոթքը պետք է կարճ լինի, ինչպես մեզ սովորեցնում են Սուրբ Գրքի բոլոր օրինակները։ Նայեք տերունական աղոթքին, այն որքան կարճ և հակիրճ է։ Հենց դրանով էլ Տեր Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին, թե ինչպես պետք է աղոթեն։ Աղոթքը կոչված է ավելի շատ հոգևոր ուժ ներդնելու, քան ստանալու համար։ Նրանք, ովքեր սիրում են երկար խոսել աղոթքի ժամանակ, հաճախ ընկնում են այս սխալի մեջ։ Աղոթքը վերածում են ուսուցանելու կամ խրատելու միջոցի, աղոթքի մեջ խառնելով քարոզներ ու հորդորներ։ Սա մեծ սխալ է։ Մարդը կարող է 1 կամ նույնիսկ 2 ժամ ուշադրությամբ լսել Աստծո խոսքը, բայց նույնիսկ կես ժամ դժվարանա աղոթել, չունենալով իսկական աղոթքի ներքին եռանդ և հոգևոր լարումը, որը Աստված սպասում է մեզանից։ Ուստի ընդհանուր կանոնն այն է, որ քո խոսքերը լինեն կարճ ու հակիրճ, սակայն լի ջերմ սիրով և սրտագին զգացումով։ Մեծ ու ծավալուն մարմիններում կենսական ուժերն ավելի տարածված և ցրված են լինում, ուստի և ավելի պասիվ, քան փոքր ծավալ ունեցող մարմիններում։ Եվ հենց այդպես էլ երկար աղոթքները կարող են ավելի շատ խոսքեր ունենալ, բայց ավելի քիչ կյանք ու հոգևոր զորություն։ Սովորաբար երկար աղոթքները բխում են ոչ բարի արմատից, օրինակ հպարտությունից։ Այդ պատճառով էլ կարդում ենք, որ փարիսեցիները հայտնի էին իրենց երկար աղոթքներով, կամ դա կարող է բխել սնահավատությունից, ինչպես հեթանոսների մոտ, որոնք Աստծո մասին անարժան պատկերացում ունեն, կարծելով, թե նա խիստ ու դաժան է և հաճույք է ստանում շատախոսությունից, կամ էլ դա կարող է ծագել հիմարությունից, որովհետև հիմարությունը շատախոս է, թեև աղքատ է ճշմարիտ սիրո, սրտագին նվիրումի և Աստծո հանդեպ անկեղծ հարգանքի մեջ։ Իմաստուն մարդը բավարարվում է այնքան խոսքով, որքան անհրաժեշտ է իր միտքն արտահայտելու համար։ Ուստի խոսքի ընտրությունն ու չափավորությունը իմաստության նշան է։